Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո ամեն։ Սիրելի ավադացյալներ, այսօր անարագի գիրագին է և այս անունը գուկա ավետարանի այդ հատվածեն, որ այսօր բադարակի սկիզբը գարտացվեցավ։ Բադմությունը, որ հավանաբար ցեզ մեզ շատերուն շատ ծանոթ է, բայց վերհիշեցնելու համար ամփոփ ձևով կպատմեմ։ Ավետարանի ուրեմն հատվածը գսե մարդը երկու զավակներ ուներ։ Անոնց մեկ գրծերը բզդիգը օրը գմոդենա իր հորը քով եւ գսե հայր ինձի իմ ժառանգությանս բաժինեն իրավունքս դուր ինձի։ Եվ հայրենալ իր ժառանգությունը իր երկու որդիներու միջև կբաժնե։ Գրծեր որդին, որ մոդեցած էր հորը եւ իր մեջ խնդրած էր իր ժառանգությունը, գսե ավետարանիչը, որ գառնե այդ բոլորը հերու երգիրը կջամփորթե եւ անարագությամբ կմսխե իր ունեցվածքը։ Երբ արդեն աղքադանալու սկսած էր, այդ երկրի մեջ ուր կգտնվեր սովմը կբադահի եւ ամեն օրեք անօթություն կդիրե։ Գստիպվի երթալ եւ մեգումքով ծառա ալալ եւ այդ անցը զինք կղրգե ակարագի մեջ, որբեսի իր խոզերուն հոգտանի։ Ավետարանի չգսե այդ անարակ որդին նույնիսկ պատրաստ էր խոզերու գերած եղջյուրներեն ուտել, բայց նույնիսկ այդալ չեր դրվեր իրեն։ Եվ գանտրատարնա իր վիճակին եւ ինքն իրեն գսե ես իմ հորս տանը մեջ գործավորներ ունեինք, որոնք իրենց ունեցած են, պետք եղած են ավելի գդրվեր իրենց։ Ելեմ երթամ հորս կով, ըսեմ իրեն հայր, մեղանչեցի երկնքին թեմ եւ քու արջևդ, ես արժանի չեմ քու զավակդ գոչվելու, ինձի ծառաներդ մեկը ընդունիր։ Եվ իսկապես այդ գրծեր որդին քաչությունը գունենա վերաթարնալու իր հորը կով, եւ երբ հայրը հերվեն գտեսնե զինք, հայր գմոդենա իրեն, գպատե զինք, գհամփուրե, գրծեր որդին գսե այն ինչ որ պիտի ուզեր ասել իր հորը, հայրը նույնիսկ չի պատասխաներ իր ասածին, բատմուջան մը գահացնե իրեն նոր, գսե նոր գոշիկներ գուտա, մադին նոր մադանի մը գանցնե, ամենեն բարարդ եզը գմորթեն եւ խրախճանք կսարքեն։ Մինչ այդ դուն կվերաթարնա մույս եղբայրը եւ հերվեն կտեսնե, որ իր դունի մեջ խրախճանք կլագոր։ Գսե իր ծառաներուն կհարցնե ինչ կբադայի մեր տանը մեջ եւ ծառաները իրեն գսեն հայրդ ուրախ է, որովհետեւ եղբայրդ որ գործված էր վերաթարցավ։ Այդ եղբայրը կփարգանա եւ հորը քով երթալով գսե ես հասկանադեն հետը դեի ինձի համար օրը ոչ ուրախություն սարքեցիր, ոչ նոր բատմուջան դվիր, ոչ ալ այս ուրախությունը ըրիր, եւ հայրը գսե զավակս տուն արդեն իմ քովս էիր, ինչ որ ունիմ արդեն քեզի էր, բայց եղբայրդ որ գործված էր, գտնվեցավ, որ մեռած էր, հարություն արավ։ Հավանաբար այս դրվագը բոլորդ շատ լսած եք արդեն։ Եվ գենթատրեմ անոր թասերը, փարոյական բացատրությունները բոլորի դալ վերի վարո ծանոթ են։ Այս արագը գխոսի, որ երբ մեկը աստուծում է հերանա, ինչ դժվար վիճակի մեջ գտնվի եւ գմատնվի։ Անոր համար ես այսօր չեմ ուզեր այդ սովորական մեկնություններուն եւ բացատրություններուն մասին խոսիլ նորեն անգամ եւս։ Պիտի ուզեմ ուրիշ անգյունեմը մոդենալ այս արագին եւ սովորաբար այդ մեկը ընդհանրապես չեն գներ։ Պիտի ուզեմ խոսիլ, որ այդ անարակ որդին աղոթող էր, բայց հագարակ որ գաղոթեց, գործվեցավ։ Եվ մենք ալ, եթե այսօր անարակ որդին առաջին աղոթքին պես աղոթենք, մենք ալ գրնանք գործվել։ Եվ այո, անարակ որդին աղոթեց երկու անգամ այս դրվագին մեջ։ Առաջին աղոթքը
զինք գորուստի մատնեց, իսկ երկրորդ աղոթքը իրեն իր հորը քով վերադարձուց։ Եվ ասիկա պետք չէ զարմացնե մեզի, այն իրականությունը, որ աղոթող մեկը գրնա գործսվիլ։ Հիսուսալ եւ Աստվածաշունչն ալ զանազան դեղեր գխոսին աղոթքի ընդունելության եւ անընդունելության մասին։ Օրինակ Հիսուս Մատթեոս 5-ին մեջ կսե, Մատթեոս 6-ին մեջ կսե, մի նմանիկ գեղձավորներուն, որոնք գսիրեն ժողովարաններուն մեջ եւ հրաբարակներուն անգյունը գեցած աղոթել, որբեսի մարդիկ իրենց աղոթելը տեսնեն։ Հավանաբար լսած եք ավետարանին մեջ ուրիշ երկու աղոթողներու մասին, Փարիսեցիիմը եւ Մաքսավորիմը մասին, որոնց մեկը իր մեղքերուն համար գուլար, իսկ մույսը գսեր, Աստված իմ, շնորհակալ եմ քեզ մե, որ ուրիշ մարդոց բես հապշտագող, անիրավ, շնացող, գամ այս Մաքսավորին բես հալ չեմ, որ քո վգեցած գաղոթեր, շաբաթը 2 անգամ ձոմ գբահեմ եւ ամբողջ եկամուտիս դասանորդը դաջարին գուտամ։ Ուրեմն ահա վասիկ երկու բարձ օրինակներ, որ ցույց կտան, որ ամեն աղոթք ընդունելի չէ, ամեն աղոթող սուրբ չէ, փրկված չէ, եւ այսօր մենք այդ մասին քիչ մը պիտի անդրադառնանք եւ խոսենք։ Ուրեմն պետք է աղոթենք, բայց մեր աղոթքը դարբեր պետք է լա անարագի որդիին առաջին աղոթքեն։ Պետք է նմանի անոր երկրորդ աղոթին, որովհետև երկու անգամ աղոթեց, ինչպես որսի։ Ուրեմն, անարագ որդին իր հոր երկու զավակներեն մեկն էր, ինչպես որ քիչ առաջ բացատրեցի։ Առաջինը հանգիստ էր իր դան մեջ, քոհ էր իր վիճակեն, իսկ ինքը անարագ որդին գարձես ավելի գրագոտ անձնավորություն ուներ եւ միշտ թևի դուրս կնայր։ Գրակը ուներ ներսը, երազներ ուներ, պատկերացում, ազատության ծարավ։ Այդ գանաչ փլուրները գարձես հերվեն իր աչքին ավելի գանաչ կերևային։ Եվ յանքը իրեն համար փայլ ուներ, անոր համար ուզեց իր հորը դունեն դուրս ելնել եւ այդ սահմաններեն դուրս գալ։ Եվ եկեք արդարը լանք, սխալ բան մը չի գա, երբ մեկը ուզե, երբ երիտասարդ ուզե, հավանաբար ցեզ մեջ շատերը ռածեն, երբ ուզեն իրենց սահմաններեն անտին անցնել, նոր փորձառություններ ցերցկելու, նոր հորիզոններ նվաճելու, հաջողության յետևեն ցանկալու։ Սխալ չէ, երբ մեկը աշխարհի հնարավորությունները եւ իրականությունները գործածե եւ գուզե փորձառություն սորվիլ։ Ցեզ մեջ շատեր հավանաբար փոքր դարիքեն իրենց ընտանիքեն հերացած են, քաղտած են ուրիշ երկիրներ հաջողություն եւ նոր հորիզոններ ցերցկելու համար։ Բայց անարակ որդին սխալը, որ մենք հալ կրնանք գնել մեր կյանքին ընթացքին, ըսավ կամ այլ խոսքով աղոթեց, որովհետև աղոթքը երկխոսություն է Աստուծո հետ, եւ այս թրվակի մեջ հայրը Աստված կներկայացնե։ Ուրեմն անոր սխալը այս աղոթքն էր. Հայր, քու ստացվածքեդ ինձի ինգած բաժինը հիմա դուր ինձի։ Այս էր իր առաջին աղոթքը, դուր ինձի։ Այս բարերը անարակ որդին խորքի մեջ իր սրդին եւ հոգին աղոթքն էր, որ դարիներու ընթացքին կփապակեր գարձես։ Անիգա գուզեր իր յանքը իր ցերկով գերդել, իր ճանապարհը ինքը ընտրել, իր գամքը ինքը գադարել, իր որոշումները ինքը առնել, այնպես ինչպես որ ինքը գուզեր եւ ինք հարմար կնկատեր, եւ հոսեր մեղքը, ինքնագամությունը, ընել ուզել այն ինչ որ ինքը գուզեր։ Մեր կյանքի մեջ մենք հալ գաղոթենք այն բաներուն համար, որ մենք գուզենք եւ մենք կփապակենք, որովհետեւ մեր ուզածը մենք գիտենք եւ մեր ուզածը մենք գուզենք անել։ Օրինակ մտամ բարձ սովորական շատեր կան, երբ ուքան շաբթվա մեջ հավանաբար իրենց զավակները դպրոց հասցնելու, կմտնեն եկեղեցի, ամեն օր հավանաբար գաղոթեն իրենց գործին հաջողության համար։ Մոմը գվարեն, խաչերին գանեն եւ
դուրս կգան եկեղեցին։ Գործի հաջողության համար գաղութենք։ Ինչու համար գաղութենք գործի հաջողության համար։ Որովհետև մենք կուզենք հաջող լինել, որովհետև կուզենք հանգիստ ապրել, որովհետև կուզենք ուրախ լինել, որովհետև մեր կամքը կատարենք եւ մեր երազներուն յետևեն երթանք։ Եվ կսկսենք մեր կյանքին ընթացքին Աստծուց խնդրել շնորհքներ, կարողություններ, իմաստություն, հաջողություն, հարստություն, բժշկություն, ազատություն, դաղանթներ եւ անոնք բոլորը կգործածենք այնպես ինչպես որ մենք կուզենք։ Եվ գարձես անուղագի օրեն Աստծո ոսած կլանք շնորհակալ ենք, որ քու շնորհքները դվիր մեզի, ես իմ կյանքս հիմա ես կրնամ առաջնորդել։ Ինչպես որ անարակ որդին հրավ։ Ուզեց իր բաժինը, Աստված բարի է, դվավ իրեն, եւ ինքը քնած իր կյանքը իր ուզածին պես շարունակեց, այնպես ինչպես ինքը հարմար տեսավ։ Աստված ներողություն անարակ որդին Աստուծմե կյանքը ստացավ, բայց ծրվեց այդ կյանքը։ Մենք ալ մեր կյանքի մեջ Աստուծմե շնորհքներ կխնդրենք, Աստուծմե կխնդրենք, եւ Աստված շատ անգամ գուտա, եւ մեր կյանքին ընթացքին ալ գանտրատարնանք, Աստված դվավ, ուզեցի լսեց աղոթքս, բայց անգևերջ ինչ կբադահի։ Գնենք այն ինչ որ մենք գնենք, Աստծո գսենք, շնորհակալ ենք, դվիր, հիմա ինչ։ Հիմա որ ուգամքն է որ գշարնակվի։ Մեզի ալ Աստված կյանք մտված է։ Այդ կյանքը առնելով չկործածենք մեր հայեցողությամբ։ Ապրինք այնպես ինչպես որ Աստված կուզե, որպեսզի ապահով մնանք։ Եվ ոչ թե միայն այնպես ապրինք, այլ նաև մեր զավակներուն ալ սորվեցնենք։ Այսօր երբ ծնողներ իրենց զավակներուն հետ իրենց ապակային մասին գխոսին, շատ անգամ անոնց մեկը գսե ցկե ուզածը թողնե, իր կյանքն է, ինքը թող որոշե։ Այսօր բայց պետք է լսենք զավակս աղոթե, որբեսի քու որոշումները Աստված օրհնե եւ Աստված առաջնորդե, որովհետեւ թեև դու ուզես կոր, բայց Աստուծո պետք ունիս կյանքիդ մեջ, որբեսի քու փափակներդ մնան Աստուծո հովանին եւ առաջնորդության մեջ։ Մենք գիտենք, որ Աստված առաջնորդող է, բայց կյանքի մեջ կզլանանք անոր առաջնորդության վստահելու։ Գիտենք, որ բարի է, բայց չենք վստահել անոր կյանքին շատ անգամ, թեև գաղութենք մեր աղոթներում մեջ ասելով եղիցին գամք քո։ Բայց անարակ որդին բադմությունը հոս չի վերջանար։ Ինչպես որ ասի երկրորդ աղոթք մգա, որ զինք վերագանքնեց։ Եվ անիգա իր ունեցածները վատնեց, դժվարությանը սկսավ մատնվել, նույնիսկ ուդելու փամը չերկտներ, ավետարանը գսե։ Երբ անդրադարձավ իր վիճակին, ինքն երենսավ, հորս դան մեջ քանի գործավորներ կան, որոնք իրենց պետք եղած գերագուրեն ավելի ունին։ Մինչ ես հոս անոթութենե գմերնիմ, ելեմ երթամ հորսկով, ասեմ իրեն, հայր մեղանչեցի Աստուծո եւ քեզիդ եմ, այլևս արժանի չեմ քու որդիդ գոչվելու։ Եվ հոս է երկրորդ աղոթքը գսե զիս քու գործավորներդ մեկը նկատե։ Զիս քու գործավորներդ մեկը նկատե։ Իսկապես ինչ մեծ նախատասություն եւ աղոթք։ Ինձի քու գործավորներդ մեկը նկատե։ Նկատե բառը երբ կմտածեի այս մասին, հետաքրքրությունս արթնցուց եւ ուզեցի փնակիրին երթալ։ Գիտեք, ավետարանը հայերենով չէ գրված, ավետարանը հայերենի թարգմանված է, փնակիրը հունարեն է։ Եվ այսօրվա անցերած մասնակցությունները մեզի արիթ կուտան մեկ գոճակով փնակիրին երթալ եւ այդ բառերուն իմաստները տեսնել։ Եվ տեսա, որ փնակիրին մեջ նկատե բառը, զիս գործավորներդ մեկը նկատե, գործածված է Աստվածաշունչի առաջին դողին մեջ, երբ որ Աստված պիտի ստեղծեր երկինքն ու երկիրը։ Հոն առաջին դողին մեջ կսե, սկիզբեն Աստված երկինքը եւ երկիրը ստեղծեց։ Ստեղծեց բառը եւ նկատե բառը նույն բառը ունեին։ Այդ մեկ բառը
դարբեր իմաստներ ուներ։ Այսինքն անարակ որդին դարձավ իր հորը կով եւ ասավ ինձի ստեղծե այնպես ինչպես որ դու գուզես որ քու կորձավորներդ ըլլան։ Ասե իրական աղոթքը։ Իրական աղոթքը որ գհրավիր է Աստուծո փոխել մեզի, որ թույլ գուտա Աստուծո ստեղծել մեզ այնպես ինչպես որ Աստված ինքը գուզե։ Պիտի խնդրենք Աստծուց մի առողջություն, պիտի խնդրենք գործի հաջողություն, խաղաղություն, բաբանություն, բայց պետք է նաև Աստուծո հանձնվենք մեր կյանքի ընթացքի մեջ, իրմով փոխվենք եւ Աստուծո ուզածին պես դառնանք։ Ճշմարիտ աղոթքը ադիգա է, որբեսի Աստուծմե ստացած մեր բոլոր շնորհքները կյանքին մեջ եւ բարգեւները, եւ որ Աստված մեզի դա այդ բարգևները կորձածենք այնպես ինչպես ինք կուզե եւ այդ բարգևներն մեծակույնը մեր կյանքն է որովհետեւ մեր կյանքը կորձածենք այնպես ինչպես Աստված կուզե եւ անարակ որդին բադմուտենեն վերջապես գսորվինք որ երբ որ Աստծո փամը խնդրենք եւ մանավանդ խնդրենք որ Աստված մեզ իր կորձավորներեն մեկը նկատե այսինքն երբ Աստված մեզ ստեղծագործե, նորոգե, վերստին նոր մարդ դարձնե, ինչպես որ անարակ բադմության մեջ կտեսնենք, Աստված հայրը վազելով ինք քովդ կուկա եւ չսպասեր որ ձունգի կաս։ Չստիբեր որ քու խոստովանությունը մինչեւ վերջ նույնիսկ ասես, անիգա գկրգե քեզի, գպատե քեզի եւ քու նախքին փարքետ ավելի մեծ փարքերու եւ բադիվներու գարժանացնե։ Անարակ որդին վերադարձավ, միայն չի վերադարձավ, նոր բադմուջան ունեցավ, նոր գոշիկ եւ նոր մադանի։ Աստվածը այդպես է, երբ մենք իրեն վազենք եւ իր մեջ խնդրենք, որ մեզի նորոգե, չի ցկերը սելիկդ միջև վերջսես, քեզ գտնունի եւ գուդա այն փարքեն ավելի որթուն նախաբես ունեիր։ Անոր համար այսօրվա խորհրդածությունը զգավարդեմ Բողոս Արաքյալին խոսքով հռոմեացիներու նամակին 6-րդ գլխու մեջ, որ գսե որբես մահեն յանքի անցած մարդիկ դուք ցեզ Աստուծո հանձնեցեք, օրհնյալը լա մեր Տեր Հիսուս Քրիստոս, այժմ եւ միշտ եւ հավիտյանս։ Ամեն։